յուրաքանչյուր հայի համար թուրք դա արդեն իսկ վիրավորանք է, թուրք արդեն խորը մրմուր կա, որը դերևս չի անցել։ Ու երբ որ ասում են արյան թշնամի, այսօրվա դրությամբ նույն ադրբեջանցիները շարունակելով Թուրքիայի քաղաքականությունը մեր վերքը, եթե ինչ-որ մի տեղ սպիացել էր, նորից այդ վերքը բացել են ու այդ վերքը արյունահոսում է։ Ու ես չեմ կարծում, որ կունենանք բարեկամական հարաբերություններ, որ կառավարություններ, որ ուզենա այդ ուղղությամբ գնան։ Երբեք։ Գիտեք, վերջերս մի հետաքրքիր նյութ կարդացի, որ թուրքերենում չկա խաղաղություն բառ։ Շատ հետաքրքիր էր, ինձ համար էլ անսպասելի էր, թուրքերենում կա բարիշել բառ։ Այսինքն համաձայնել ինչ-որ բանի փոխարեն ինչ-որ բանի շուրջ, բայց խաղաղություն որպես այդպեսին բառապաշարում չկա։ Իսկ դա լեզվամտածողություն է եւ դա շատ բան է ասում ազգի մասին։ Պոլիտիկայի մեջ չկա բարեկամություն կամ կա հետաքրքրություն, ինտերեսներ, կներեք, որ ռուսերեն եմ ասում այդ բառը։ Իհարկե, ամեն դեպքում պետք է ինչ-որ ճանապարհներ գտնել, կոնստրուկտիվ կապեր պաշտպանել քո հարևանների հետ, բայց այն ինչ-որ անցյալում եղել է չի կարելի մոռանալ, դա այն որ ասում է, եթե անցյալը չես հիշում, ապագա չունես։ Թուրքիան հարևան է, պետք է իրեն հետ լավ լինենք, մենք ուրիշ ելք չունենք։ Մենք ունենք 4 հատ ճանապարհ, Թուրքիա, Վրաստան, Իրան ու Ադրբեջան, մենք պետք է ուզենք թե չուզենք իրանց հետ մի քիչ դզենք մեր հարաբերությունները։ Ես կարծում եմ, որ Թուրքիայի հետ բարեկամանալ ոչ մի դեպքում չի կարելի, որովհետև ոնց կարող է մոռանանք այն արյունը, որ թափվել են մեր հենց իմ պապիս, իմ երկու կողմանի իմ բարեկամները, համ մայրիկիս կողմից, համ հայրիկիս կողմից, բոլորը արևմտյան Հայաստանից են։ Ոնց կարելի է դա մոռանալ։ Օրինակ իմ պատմությունները տատիկիս պատմած հեքիաթի նման, որ ես պատմեմ, այդ գիրքը գրվի։ Ես ընդհանրապես դեմ եմ։ Դեմ եմ այդ ինչ ճիշտ է, բոլորը գնում են հայերը Թուրքիա գալիս են, բայց բարեկամանալ ոչ մի դեպքում։ Թուրքը մնում է թուրք։ Այո, Ես էլ եմ համամիտ, դա չի կարելի։ Մոռանալ պատմությունը չի կարելի։ Ես շատ կցանկանայի, որ դա հնարավոր լիներ, բայց դա իհարկե անհնար է։ Անհնար է եւ ընդհանրապես ես մի քանի տարի ապրել եմ Եվրոպայում, ոչ չի գնացել բնակվելու համար, այլ պարզապես բուժման նպատակով եւ հասկացել եմ, որ այն ցուցափեղկը, որ մենք տեսնում ենք եվրոպական, բոլորովին չի համընկնում են ետնաբակի պատկերին, եւ ես պարզապես չէի ցանկանա, որ մենք այդքան Եվրոպային սիրահարված լինենք, սիրահարվենք ինքներս մեզ, ճանաչենք մեր ազգային շահերը եւ փորձենք այդ շահերը համաձայնեցնել տարածաշրջանի մեր գործընկերների, մեր հարևան պետությունների հետ եւ ոչ թե մտածածին ինչ-որ երազանքների մեջ ընկնել։ Ես չեմ կարծում, որ ճիշտ կլինի մենք միանգամից ուղղվենք դեպի Եվրոպա, դեպի Ամերիկա։ Ես ավելի կողմնակից եմ համապարփակ, բայց չկորցնելով ռուսական կողմի այդ վեկտորը։ Ես մտածում եմ դա ամենասխալ քայլն է։ Նույնպես ոչ թե որ մենք հիմա ապրում ենք Ռուսաստանում, այլ ընդհանրապես ոնց են հայերը գիտակցում, որ առանց Ռուսաստանի, ճիշտ է, մեզ գտնում ենք, որ մեզ վիրավորել են թուրքերը, այս վերջի դեպքերը, որ տեղի ունեցավ, բայց առանց Ռուսաստանի միայն ներքին շուկան Հայաստանի շրջանակներով դա գտնում եմ, որ չէ, սխալ է։ Եվրոպայի շուկան ավելի արագ կբացվի։ Ես ինքս տեսնում եմ, որ ուղղությունը կա, ցանկությունը կա Եվրոպայի կողմից, ու Ռուսաստանի շուկայով պետք չի մեզ անընդհատ բանանել, որ չենք կարող, իհարկե կարող ենք։ Նմանատեսորվածությամբ Ռուսաստանի համար ավելի կարևոր ենք մենք, քան թե իրանք մեր համար։
Մինչ այսօր ես համոզված եմ, որ Ռուսաստանն է Հայաստանի անվտանգությունը պաշտպանում իր ձևով։ Իհարկե, նա իր շահերը պաշտպանելով եւ մենք պետք է հազոր լինենք։ Մեր համար մենք պետք է համ Եվրախորհրդի հետ լավ լինենք, Եվրամիության հետ, համ Ռուսաստանի հետ լավ լինենք, համ Միջին Ասիա, կամ Ասիան վերջը բոլոր հետ, բայց շատ ծանր է, մեր տարածքաշրջանը շատ դժվար տեղ է, որը դարերով պատերազմով եկել են, հարյուրավոր, հազարավոր պետություններ ա կորել, իմպերիաներ ա կորել, մենք այսքան կուճուր մնացել ենք, թե ասում փառք, լավ կլինի։ Առանց Ռուսաստանի, Հայաստանի շատ դժվար կլինի, որովհետև մենք բոլորս աշխատում ենք Ռուսաստանում, մեզ համար շատ դժվար կլինի։ Եվրոպայում մենք անելիք չունենք։ Հնարավոր չի, չենք տեսնում դա։ Գիտեք ոնց մենք հիմա ապրում ենք նվաստացած վիճակով։ Մենք չենք կարողանում մեր մեջ ուղիղ պահել։ Մենք հպարտ չենք զգում, մեզ լիարժեք քաղաքացին չենք զգում։ Դժվարանում ենք այս ամեն անգամ, ամեն օր, ամեն օրվա մեջ քանի անգամ ստրեսային հարվածներով չենք կարողանում լիարժեք դուրս գանք այս վիճակից։ Բայց մենք ուզում ենք ապրենք։ Իսկ այստեղից հեռու որտեղ ապրենք։ Հնարավոր չի պատկերացնել։ Ներկայիս բոլոր կառավարությանը ես դեմ եմ։ Ընդհանրապես ուր են մեզ տանում, չգիտեմ։ Ճիշտ է, արդեն մենք 93 թվականներից դուրս ենք եկել հայրենիքից մեր, բայց մեր հայրենիքի համար ցավ եմ ապրում։ Ամենայն անկեղծությամբ ասում եմ, ամեն անգամ ցավ եմ ապրում, արտասուքվում եմ, որ լսում եմ, որ ինչ որ մի հայ է մահացել, ինչ որ մի հող են տվել, մի կտոր հող։ Իմ համար դա ցավ է, որտեվ մենք չգիտենք ինչքան ստեղ կմնանք, թե Այո, բոլոր հայազգի համար դա ցավալի է, շատ ցավալի։ Գոնե մի հատ հայրենիք ունենք։ Ինչ որ արդեն փոխելու է, լրիվ փոխվել է, մենակ զենք է պետք մեզ։ Զենք պաշտպան ոչ թե հարձակվելու համար, այլ պաշտպանվելու համար։ Որոշ ոչ մի բան։ Ես ընդհանրապես կա անվտանգություն Հայաստանում, ես չեմ տեսնում։ Մակարդակ չկա, կարելի է ասել։ Գոյություն չունի, ինչից կարող եմ գող լինել։ Շատ բադ։ Այսօրվա դրությամբ շատ բադ։ Այսօր մենք իրոքից այսպես մենք նայելով հերվից զգում ենք, որ շատ վատ վիճակում է մեր անվտանգության այդ, չգիտեմ, չափանիշներս են, մեր զինված ուժերը են։ Առաջնահերթին պետք է բանակը կառուցենք, մեր նորից սխալները հասկանալով, ընդունելով եւ գնալ առաջ։ Մի քիչ այսօր Հայաստանը շատ անվտանգության տեսակերպով ծանր վիճակի մեջ է, բայց ինձ թվում է հիմիկվա կառավարությունը դա գիտակցում է ու երևի այս ասենց սրա նրա խոստալով էս հարցերը լուծում է։ Շատ ուժեղ, որ ինքը մտածի հայազգի մասին։ Ուժեղ ղեկավար է պետք հենց այս պահին մեր հայ ժողովրդի համար, որովհետև շեղումների մեջ են, կորցրել են հավատքը, կորցրել են Աստծուն, դրա համար պետք է առաջերտին հայ ազգը հավատքով ազգա, որը ինքը պետք է հավատքի մեջ լինի, հավատքով, այո, հավատքի միջոցով ինքը կվերականգնի։ Թե ղեկավարությունը պետք է լինի մեծ հավատքով, որ կործանում չտանի հայ ազգին։ Առանց կոռուպցիայի, առանց կաշառքի։ Եթե հաղթարացինք այդ կաշառքի գործը, ուրեմն մենք հաղթող դուրս կգանք մեր այս պայքարի մեջ։ Պետականամետ կասեի առաջին հերթին, ազգասեր եւ դիվանագետ։ Երեք այդ հատկանիշը կցանկանայի տեսնել։ Ազգային իշխանություն եւ հայ գիտակցությամբ մարդիկ, որ անգաշկանդ աշխատին միայն իրենց հայրենիքին համար մշակույթով եւ մեր քաղաքական բարեկամներու հետ միասին գերդել Հայաստանը եւ մեր տնտեսությունը բարելավել անհատական ձևով, բարեկամական ձևով։